Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Եկեք զեկուցեք, պարոն Քոչարյան, համեցեք։ Մեզ զեկուցվել էր կատարողական վարույթի մասին։ Համեցեք։ Շնորհակալ եմ, մեծարգո նախագահ։ Հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածն է, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար, որը 462-րդ հոդվածն է քրեական օրենսգրքի։ Ներկայումս ցավոք նկատվում է պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ։ 2023 թվականի ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է ընդհանուր 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում ընդհանուր 1779 քրեական վարույթ։ Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականության վարման անհրաժեշտության մասին։ Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով եւ 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում 461-րդ հոդվածում առաջին մասում պատիժը 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Իսկ 462-րդ հոդվածում վարժական հավաքներից խուսափելու դեպքում առաջարկում է սանկցիան, տուգանք սանկցիան, ուրեմն առավելագույնը 20 պատիկի չափով փոխարինել 15 պատիկից 30 պատիկի չափով, իսկ որպես ազատազրկում նախատեսված սանկցիան առավելագույնը 2 տարի ժամկետով փոխարինել 1-ից 3 տարի ժամկետով բառերով։ Գտնում ենք, որ նման փոփոխությունները կարող է որոշակիորեն նպաստել զինվորական կամ այլ ընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը, արգել գործընկերներ, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Հարցերի համար երթագրում։ Գեղամ Մանուկյան, համեցեք։ Պարոն Քոչարյան, չվիճարկելով հարցի կարևորությունը, իրականում Պաշտպանության հանձնաժողովում հատկապես փակ նիստերում շատ մանրակրկիտ ընդհանրապես եւ 25 օրյա վարժական հավաքների կարգապահության եւ զորակոչի կարգապահության հարցով շատ շահագրգիռ քննարկումներ են գնացել, բայց նայեք մի հատ մեծ խնդիր կա։ Օրենքը փոփոխվել է տարբեր ձևաչափերով 25 օրյա վարժական հավաքի ազդարարման մեխանիզմներին ավելացել է նաև ազդարար EM-ում հայտարարությունը 8-րդ թե 9-րդ օրը եթե կախված է, համարվում է քաղաքացին տեղեկացված։ Հիմա կարող եք ելույթներ կամ լինեն հեռախոսով փորձեք ազդարար.am մտնել, Պաշտպանության նախարարությանն էլ ավազանգ է բազմաթիվ անգամ կարող եք մտնել ազդարար.am եւ չգտնել որևէ 25 օրյա վարժական հավաքի մասին ծանոթություն։ Համակարգը չի աշխատում եւ արդյունքում ունենում ենք ինչ կա օրենք, որը գործում է եւ բուն մեխանիզմի անգործությունը, այսինքն տվյալ դեպքում քաղաքացին, որին ազդարար.am-ով ենթադրենք տեղեկացրել են, ինքը դրա մասին տեղյակ չի լինում, բայց բնականաբար ավելի ծանրացած քրեական օրենսգրքով պատասխանատվության պետք է ենթարկվի։ Շնորհակալություն պարոն Մանուկյան հարցի համար, տեսեք պատասխանատվության անձը կարող է ենթարկվել միայն այն դեպքում, երբ որ ծանոթված է։ Այսինքն եթե ծանոթված չէ, հարցը նրանում չի, ինքը այդ ազդարար EM-ում ծանոթումը տեսել է թե ոչ։ Հարցանումը, որ եթե օրենքի իմաստով դա համարվում է ծանոթված, ուրեմն ծանոթված է։
Այսինքն, եթե ձեր բարձրաձայնած խնդիրը ես ճիշտ հասկացա, ձեր բարձրաձայնած խնդիրը հիմնականում այն է, որ ազդարայում ծանուցումներ չեն տեղադրվում, թեպետ օրենսդրական այդ հնարավորությունը կա, այսինքն ենթադրում է չեն տեղադրվում զինկոմիսարիատի կամ պաշտպանության նախարարության կողմից, այսինքն եթե չկա հայտարարություն ազդարայում տեղադրված, բնականաբար չի էլ կարող լինել պատասխանատվություն քրեական